Սպիտակ տանն այսօր կայացել է մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտի ասուլիսը, սակայն վերջինս հարցերի չի պատասխանել եւ հնչեցրել է միայն հայտարարություններ։ Լևիտն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է վերահսկում ձմեռային ուժգին փոթորիկի հետևանքների հաղթահարման գործընթացը եւ մշտական կապի մեջ է ՖԵՄԱ-ի ու արտակարգ ծառայությունների հետ։ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ նախագահը 24 ժամվա ընթացքում հաստատել է դաշնային արտակարգ դրության 12 հայտարարություն Արկանզասում, Ջորջիայում, Ինդիանայում, Քենթաքիում, Լուիզիանայում, Մերիլենդում, Միսիսիպիում, Հյուսիսային եւ Հարավային Կարոլինաներում, Թենեսիում, Վիրջինիայում եւ Արևմտյան Վիրջինիայում։ Դա նահանգներին թույլ է տալիս օգտվել դաշնային ռեսուրսներից ալակ վերականգնելու էլեկտրամատակարարումը, ճանապարհները բացելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Լևիտն անդրադարձել է նաև Մինեսոտայում տեղի ունեցած կրակոցին եւ դրան հաջորդած բախումներին։ Խոսնակը նշել է, որ նախագահ Թրամփը չի ցանկանում, որ որևէ ամերիկացի վնասվի կամ զոհվի, լինի դա քաղաքացի թե իրավապահ։ Կրակոցի դեպքը քննվում է FBI-ի եւ Ներքին անվտանգության նախարարության կողմից, իսկ սահմանապահ ծառայությունն իրականացնում է ներքին քննություն։ Սակայն վարչակազմը ամբողջ պատասխանատվությունը դնում է Մինեսոտայի դեմոկրատ ղեկավարության վրա, պնդելով, որ նահանգապետ Թիմ Վոլցը եւ Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը խոչընդոտում են այս աշխատանքը, ինչը խրախուսում է իրավապահների դեմ ուղղված գործողություններ։ Լևիթը հայտարարել է, որ նախագահ Թրամփը խոսել է նահանգապետ Վոլցի հետ եւ ներկայացրել 3 պահանջ։ Առաջին՝ բանտերում գտնվող հանցագործ ապօրինի ներգաղթյալների փոխանցում դաշնային իշխանություններին։ Երկրորդ՝ տեղական ոստիկանության կողմից ձերբակալված բոլոր ապօրինի ներգաղթյալների հանձնում այսին։ Եվ երրորդ՝ դաշնային իրավապահների հետ լիարժեք համագործակցություն, հատկապես հանցագործների ձերբակալման հարցում։ Լևիթը շեշտել է, որ եթե այս քայլերը իրականացվեն, CBP-ն եւ այսը Մինեսոտայում այլևս չի լինի։ Սպիտակ տունը վերահաստատել է, որ նախագահը լիովին վստահում է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին, իսկ սահմանային հարցերով պատասխանատու Թոմ Հոմանը ուղարկվել է Մինեսոտա իրավիճակը տեղում կարգավորելու եւ համագործակցությունը վերականգնելու համար։ Ասուլիսի ավարտի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ նախագահ Թրամփը վաղը կմեկնի Այովա տնտեսության եւ կյանքի թանկացման թեմայով ելույթ ունենալու, ինչպես նաեւ նշել է, որ Գազայում պահվող վերջին իսրայելցի պատանդի մարմնի վերադարձը կարևոր արտաքին քաղաքական ձեռքբերում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։